Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, չէ, ոչ մի ինչ-որ արտառոց բան չի եղել, ոչ մեկին այսօր ոնց որ թե չեն բռնել և այս ուղիղ եթերը, անկեղծ ասած, մտածեցի խոսել այսօրվա նախընտրական երթի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության որոշ արտահայտությունների մասին, որոնք շատ կարևոր են եւ այո, որոշակի նաեւ իրավապաշտպանական բաղադրիչ ունի այն առումով, թե մարդը вообще ոնց է մտածում։ Ուզում եմ անպայման այս մտքերը, որ տենց նոր տեսա այդ մարդկանց հետ կռիվ անում, լեզվակռվի մեջ անգնում, գորգռում է, մուննաթա գալի բացած ինչ-որ абսուրդ էլի սենց բաներ։ Երեսովա տալի, ասեք, մեր բոլորի հաշվին արածը, տենց չպետք է անենք բան, մեր էշխեր կա, ասած ինչ-որ բաներ, բայց այս ամեն ինչի, նենց ոնց որ ինքն իր հոր տնից է այդ փողերը բերել կամ այդ միջոցները բերել, որովհետեւ մի խոսքով, բայց մի կարևոր բան կար, որ մի շատ արժանապատիվ քաղաքացու հետ, որը քաղաքավարի ձևով հարց էր բարձրացնում ամենայն հայոց կաթողիկոսի մասին եւ ներվերը չդիմացան այդ ամենայն հայոց դավաճանի, ես չեմ դադարի նրան դավաճան համարել երբեք, այդ ամենայն հայոց դավաճանի ներվերը չդիմացան եւ սկսեց բարձր տոնով այդ մարդու հետ խոսել, որ ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, իսկ դու ում ես ներկայացնում, դրա համար էլ ես ասում եմ, որ Ավազանի անունով դիմելով վեհապար հայրապետին, որ ինքը կաթողիկոս չի։ Այդ մեկ, այս մի արտահայտություն։ Եվ երկրորդ արտահայտությունը, երբ էլի նույն համատեքստում, երբ ասում է պետության դեմ ոչ մեկ չի կարող գործել Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանում ոչինչ չկա պետությունից բարձր, բառացի եմ համարյա ասում, իսկ թվում է նույնիսկ առանց համարյայի։ Այս երկու արտահայտություններն է ուզում քննարկենք, որ դրանից մի հատ հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Ուրեմն երկրորդ արտահայտությունից գանք դեպի առաջինը։ Իրականում այս մոտեցումը, այն որ պետությունը շատ կարևոր արժեք է, հատկապես այն մարդկանց համար, որոնք ազգային պետության, ես էլ sense ժողովրդական խոսքով ասեմ, ղադրն ենք ճանաչում, հասկանում ենք ինչ է նշանակում ազգային, հասկանում ենք, որ սա հազարավոր մարդկանց, բազմաթիվ սերունդների զոհողության արդյունք է եւ այլն, այո, շատ բարձր արժեք է։ Այս փնթի-մնթիների մասին չի խոսքը։ Իրանց պես են, որ ոչնչությունից եկան դառան ինչ-որ դիրք են զբաղեցնում, իրանց թվում է այդ մարդկանց մասին չի խոսքը։ Այն մարդկանց, ովքեր որ արժեքը հասկանում են, արժեքը։ Այո, պետությունը շատ կարևոր արժեք է, բայց մենք ունենք սահմանադրություն։ Մենք ունենք սահմանադրություն, որտեղ ուղիղ նշված է, որ բարձրագույն արժեքը մարդն է, մարդը եւ իր իրավունքներով։ Այո, այս դրույթը հաճախա ծայրահեղացվում։ Այո, հաճախա չարաշահվում։ Այո, հատկապես այդ լիբերալ ֆաշիստական համարվող գաղափարական հոսանքի կողմից շատ է չարաշահվում։ Բայց անկախ ամեն ինչից սա կարևորագույն արժեք ներկայացնող բան է։ Բարձրագույն արժեքը մարդն է։ Մարդը իր իրավունքներով, օրինակ այն իրավունքով, որ մարդուն չի կարելի անկապ տեղը բռնել, տանել, փագել բանտում, մի քանի ամիս հետո բաց թողել տուն տնային կալանքի, հետո էլ մարդիկ ուրախանան ասեն դե լավ է։ Հեչ լավ չի, չէ։ Լավ չի, որովհետև տենց ընդհանրապես չպետք է լիներ։ Մարդը չպետք է կորցներ իր ազատության իրավունքը, մարդն է բարձրագույն արժեքը։ Ու չես կարող ամենայն հայոց կաթողիկոսի դեմ կռիվ անելով իր ազգականներին, եղբորը, եղբոր տղային հավայի տեղը բռնես, տանես, ամիսներով փակես, հետո բաց թողնես։ Տուն բաց թողնեսի դեպ տնային կալանքի, այնպես չի որ եսի միջ։ Արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, որոնք հավատարիմ են իրենց ուխտին, այդ մարդկանց բռնես,
Մեղադրյալի աթոռին նստեցնես։ Չես կարող, որովհետև մարդու արժեքները բարձրագույն արժեքն են։ Մարդու իրավունքները բարձրագույն արժեքն են։ Ես հասկանում եմ, որ շատերի համար sense խորթ է անջում, բայց ինչի որտեղ չարաշավել է։ Չէ որ այս գաղափարի հիմքում կարևոր բան էր դրված։ Մարդու արժանապատվության գնահատանքը, մարդու կարևորումը, որը ի դեպ դες քրիստոնեական արժեքան, այս չի որ հակադիր մի բան է։ Ու հիմա կանգնում ասում է պետության դեմագործում, ուրա որ պետության դեմագործում։ Ուրա։ Որևէ մեկը կարող է գործել կամ օրենքի սահմաններում կամ օրենքից դուրս։ Եթե մարդը օրենքից դուրս է գործում, ուրեմն պետք է իրավական պատասխանատվության մեխանիզմ լինի։ Այդ ձեր այդքան հավայի խոսացածները ինչ նյութական շոշափելի դրսևորում ունեն։ Տեսել ենք ձեր մեղադրանքները, որոնք ներկայացվել են տարբեր մեր եկեղեցականներին, մեր սրբազան հայրերին։ Տեսել ենք, ծիծաղելու էլ չէ, դա տենց էփա ցավի ծիծաղը կգանել ասելն է, կգա ասելն էլ է քիչ։ Եվ ասել, որ ոչինչ չի կարող, ոչինչ չկա պետությունից վեր եւ այլն, դա ուղղակի դուռա դեպի ֆաշիզմ։ Դա ուղղակի դուռա դեպի ֆաշիզմ։ Գերմանական ֆաշիզմի կարգախոսը։ Deutschland über alles։ Գերմանիան ամեն ինչից վեր։ Դա է ֆաշիզմը։ Իսկ պետությունը կարա ճխլի, կարա ջնջխի, կարա մարդու վրայով անցնի, բայց հենց մարդու իրավունքների կարևորման եւ մարդու կարևորման գաղափարախոսությունը դրանից հետո եղավ։ Ու հիմա այդ ֆաշիստական տերմինաբանությունն է օգտագործում իրան ժողովրդավարի տեղ դրածը, որ տարբեր քաղաքական պատճառներով Եվրոպայից սափահարում են։ Դավաճանելով իրենց արժեքաբանությանը։ Բայց ջրերը զուլալվելու են, չէ՞ մի օր։ Ճիշտը սխալից զատվելու է, չէ՞, թացը չորից զատվելու է։ Երկրորդը խոսում է նրա մասին, որ ես ներկայացնում եմ դրա համար իմ ասածը ավելի կարևոր է։ Սա շատ նման է աշխատանքային հարաբերություններ։ Ներկայացնում ես որն է, քեզ կոնկրետ լիազորությունների համար ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձայն է ստացել եւ այլ հարց, որ այդ 2021-ի ընտրությունները իրենց ամեն ինչով շատ կասկածելի են եւ այլն, բայց լավ, այդ մի կողմ թողնենք։ Ամեն դեպքում ընդդիմությունը չգնաց։ Այսինքն վիճարկեց ընտրությունները, հետո փողոցային գործողություններ եւ այլն չարվեցին։ Ամեն դեպքում նաեւ վիճարկվել է։ Եվ ես էլ եմ եղել այն մարդկանցից, որ ողջունել եմ այդ վիճարկումը, որ մենք չենք ընդունում։ Ես չեմ կարծում, որ 2021-ին այդ մեծամասնությունը եղել է։ Բայց մի կողմ թողնենք։ Դու վարձու աշխատող ես, ու քո խնդիրը վարձու աշխատողի լիազորություններն են։ Որպես պաշտոնատարած դու միայն լիազորված ես այն գործողությունները կատարելու, որոնք հստակ ֆիքսված են։ Ոնց որ դու մարդ բերես տուն գործ անելու, կաֆել խփելու, մեկ էլ այդ կաֆել շիկա, ասի դե դու ինձ ներս ես չէ թողել։ Դե ուրեմն այդ կաֆելը հələ մի կողմ ես այս բանը տես պատիտ գույնը դուր չի գալի, այդ պատը տել եմ հեսա ներկելու, ուրիշ գույն եմ ներկելու, այս նկարը լավը չի, այս նկարը տեղափոխենք, այն գեր քո գործը շատ հստակ կաֆել խփելն է։ Հիմա վարչապետի գործը, այն որ ներկայացնում է ինչ-որ մարդկանց, ներկայացնում ոչ թե ընդհանրապես։ Սա շատ կարևոր նաև էլի նորից իրավաբանական հարց է։ Այդ լիազորագիրը ընդհանրական չի, դու ինչ ամեն ինչ չի որ կարաս անես։ Լիազորագիր եք չէ տալի ինչ-որ մարդուն։ Տեսել եք, այսինքն ձեր պրակտիկայում էլ շատեր եղել, լիազորագիր եք տալի։ Այդ լիազորագրից դուրս այդ մարդը չի կարող գործել։ Եթե դու դաժե ներկայացնում ես օրինակ ոչ բարով ինձ, ոչ բարով թու, ապա դու ներկայացնում ես բացառապես այդ լիազորագրի սահմաններում։ Այդ լիազորագրից դուրս դու չես ներկայացնում։ Իսկ այդ լիազորագրի մեջ նշված չի, որ դու կարաս որոշես ով է ամենայն հայոց կաթողիկոսը, դու կարաս եկեղեցու նկատմամբ հալածանքներ կիրառես, նշված չի, գրված չի, որոշես թե ինչ կանոնակարգով պետքա եկեղեցին ապրի, ով է եպիսկոպոս չի, ով է կարգալույց, ով կարգալույց չի, ով է թեմակալ առաջնորդ, ով թեմակալ առաջնորդ չի, այդ լիազորագրի մեջ դա չկա,
Իսկ այդ լիազորագիրը ո՞րն է, սահմանադրությունն է, օրենսդրությունն է, առաջի հերթին սահմանադրությունն է։ Եվ այս պայմաններում, երբ ինքը ասում է, ես ներկայացնում եմ, դու ներկայացնում ես կոնկրետ կոպիտ ասած կաֆել խփելու գործառույթով, գնա կաֆել հետ խփի։ Գնա կաֆել հետ խփի, գործ չունես մնացածի հետ։ Էս է ամբողջը։ Սա շատ կարևոր է, որովհետև այս քննարկումը ես առանձնապես չնկատեցի եւ կուզենայի, որ այս քննարկումը լինի։ Եթե դու ներկայացնում ես մարդկանց քո լիազորագրից դուրս, դու ուրեմն ուզուրպատոր ես, դու ուրեմն օրինախախտ ես, դու ուրեմն ֆաշիստ ես եւ դիկտատոր ես, այդքան բան։ Այդպես են ձևավորվել դիկտատուրաները, դու դիկտատորը բառը տեղին չի, դիկտատորան երբեմն դրական նշանակություն ունեցող բառ է, 1918 թվին Արամ Մանուկյանը դիկտատոր է եղել, չէ՞, բռնակալ ես դու։ Բռնակալ։ Եվ օրինակ այդ իրավական գաղափարը, որ ոչ թե պետությունն է բարձրագույն արժեքը, այլ մարդն է բարձրագույն արժեքը, որ սահմանադրություններում, գրեթե բոլոր նորմալ սահմանադրություններում ամրագրված է, նորմալ երկրների սահմանադրություններում, դա իր պատմություն ունի, դա իր հենքը ունի, ինչի է տենց եղել, ինչի են մարդիկ որոշել, որովհետև երբ որ պետությունն ես դու համարում ավելի բարձր արժեք, քան մարդուն, ինչ որ մի պահ գալիս է չարաշահման պահը, ինչ որ մի ղեկավար է լինում, որ չարաշահում է, ոնց որ սա, ոնց որ այս կուկուռուզնիկը, այս կուկուռուզնիկը, այս դրա ուղիղ դրսևորումն է, ինքը չարաշահում է, եւ շատ անկեղծ է ինքը այդ դրա մեջ, ինքը դա տենց է մտածում, հենց սա է հարցը, որ այդ բաները, այդ իրաբարն եմ ասում իդեպ, իմ բառը չի դա, այդ եվրո յոնջաները, դա հենց իրաբարն է, իրան տենց ծափահարում բան են անում, ասում են, տեսեք, սա ժողովրդավար է, այդ մարդիկ, իհարկե իրանց խնդիրը չի քաղաքական է եւ այլն, զավեշտ է նա, որ այս մարդը իր մտածողությամբ չի էլ հասկանում դա ինչ է, ինքը այնքան հեռու է ժողովրդավարական ընկալումներից եւ մտածողությունից, ժողովրդավարական մտածողություն ունեցող մարդը մունատ չի գա քաղաքացու վրա, որը բողոքում է ինչ-որ մի բանից, ասի, մեր աշխելքը ասա, որ արել ենք։ Հարգալից կլինի, զսպած կլինի։ Էս է հարցը։ Եվ այս ամեն ինչը ցույց է դնում ֆաշիստական մտածողությունը։ Եթե ձեզ թվում է, որ այս մարդը կարա ինչ-որ մի բան անի եւ չի անում մարդու իրավունքների դեմ, ընդդիմախոսների դեմ, մեր պես մտածող մարդկանց դեմ, որովհետև ինքը ինչ-որ բաները հավատում է ինչ-որ արժեքների, չարաչար սխալվում եք, դա տենց չի։ Միակ պատճառը դա իրան ձեռ չտալն է, իրան ձեռ է տալի, թե ձեռ չի տալի իր քաղաքական նպատակներից ելնելով։ Իշխանությունը sense մինչև վերջ պահելու։ Իշխանությունը sense իշխանություն, այս մարդիկ այլ բան չունեն։ Ինքը այդ պատճառով իսկ իր հետ բերածները, որովհետև ոչնչություն են։ Մեծ մասը։ Ոչնչություն դա վիրավորական առումով չեմ ասում, այլ այն առումով, որ այդ մարդիկ իրացից ոչինչ չեն ներկայացրել, շատ շատերը։ Զրո հանրային արժեք ստեղծած մարդիկ են եղել, զրո հանրային դիրք ունեցած մարդիկ են եղել, որևէ պիտանիություն չեն ունեցել, դրա համար էլ մինչև հիմա այդ մարդիկ եղել են ու սկզբից որ գնացել են, նաև նորմալ մարդիկ են եղել, հետո հասկացել են որ են գնացել, դուրս են եկել, նորմալ գործով են զբաղվում։ Մնացել են սովորա հիմնականում նրանք, ովքեր որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Այս երկու տարբեր մոտիվացիաներն են։ Բայց արդյունքում մենք ունենում ենք ֆաշիստական մտածողություն, որը կանգնում ասում է Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչից բարձր է։ Մարդն է ամեն ինչից բարձր, մեր սահմանադրությամբ, եւ դու ավելի շատ քան ես։ Ես հələ կարող եմ մտածել, ասեմ եկեք մի քիչ փոխենք դա, այստեղ այլ հարցեր կան, պետությունը կարևոր է, ազգային պետությունը կարևոր է, ազգային արժեքները կարևոր են։ Այո, ես ասել եմ, ասում եմ, բայց դու որպես այս պահին պաշտոնատարած, պարտավոր ես, այլ տարբերակ չունես, քան հարգես ու ասես, որ բարձրագույն արժեքը մարդն է, իր իրավունքներով։ Եվ դա ուղիղ ամրագրված է մեր սահմանադրությամբ։ Սահմանադրության առաջինից գլխով։
Սահմանադրական կարգի հիմունքներում։ Այսքանն է ուզում ասել։ Շնորհակալություն, հաջողություն։ Տեսնենք այդ կուկուռուզնիկը էլ ինչ ա բերում մեր գլխին։